Ապրիլի 20-ից 26-ը Ալբանիայում տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, այդ արդիվ հունարոմեականների թիվը կազմակերպել է բաց մարզում։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավար կմեկնեն 10 ըմբիշներ, ովքեր պատրաստ են պայքարել պատվո արտակի ամենաբարձր աստիճանների համար։ Վարչական շտաբն այս անգամ վստահել է թե փորձառու առաջատարներին եւ թե երիտասարդ ըմբիշներին, ովքեր արդեն հասցրել են աչքի ընկնել միջազգային հեղինակավոր մրցաշարերում։ Մենք անցել ենք этаպներ, 4 этаպներ, 2 միջազգային մրցաշարեր, Եվրոպայի առաջնություն 23 տարեկանների անցած этаպները ամեն ինչ նորմալ անցկացվել ենք, ունենք մանր-մունր վնասվածքներ, դա մրցումային փուլի մեջ չի կարող խանգարել եւ պատրաստականությունը նորմալ է, մնացածը արդեն մրցումային փուլում տեսնենք արդեն ով ինչքով կարող է իր պարապածը, իր գիտելիքները դրսևորի գորգի վրա։ Հայաստանը կներկայացնեն Մանվել Խաչատրյանը, Սուրեն Աղաջանյանը, Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը, Գասպար Տերտերյանը, Մալխաս Ամոյանը, Սամվել Գրիգորյանը, Գևորգ Թադևոսյանը, Հայկ Խլոյանը եւ Ալբերտ Վարդանյանը։ Թիմի առաջատարների համար պատասխանատվությունը կրկնակի է։ Մեդալների հարուստ հավաքածուն եւս մեկ ոսկով համալրելու բարդ ճանապարհի մասին խոսում է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, ով Ալբանիա է մեկնում Եվրոպայի 5-րդ ոսկու հետևից։ Պատասխանատվությունս էլ ավելի ծանրանում, քանի որ գործող Եվրոպայի չեմպիոնն ես եւ գնում ես այնտեղ, բոլորը արդեն էլ ավելի տրամադրված են քեզ դեմ գոտեմարտում, էլ ավելի պատրաստված։ Դրա համար գնալով էլ ավելի է դժվարանում, բայց կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճել։ Նախորդ Եվրոպայի առաջնությանը Սլավիկ Գալստյանի ելույթների վրա իրենց ազդեցությունն էին թողել առողջական խնդիրները, որոնք էլ առաջ բերեցին պաշտպանական սխալներ։ Այսօր մարզիկը վստահեցնում է կատարել է համապատասխան աշխատանք թերացումները շտկելու ուղղությամբ։ Ոնց նշել են մարզիչները, այն ժամանակ Եվրոպայի առաջնության ժամանակ մեջքի վնասվածք ունեի, այդ շատ է ինձ խանգարում իմ կարևոր հնարքը կատարելու համար։ Դրանից հետո բուժվեցի, ավելի լավ մարզվեցի, աշխարհության ավելի լավ էի։ Հիմա արդեն պաշտպանության պահվել, մարզիչներից ավելի ենք շտկել։ Հիմա ինձ թվում է համ գլորումս լավ կստացվի, համ պաշտպանություններս։ Դեռ մեկտեղ փորձեմ չեմպիոն դառնալ այս անգամ։ Թեև մամուլում լուրեր էին պտտվում, որ օլիմպիական չեմպիոն Արտուր Ալեքսանյանը բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը, ֆեդերացիան արդեն հերքել է այս տեղեկատվությունը, հստակեցնելով, որ Արտուրը այս պահին բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը։ Արտուր Ալեքսանյան, ինչպես եւ ասել է ես մյուս անցած անգամ լրատվությանը, խնդրում եմ չաղավաղեն, Արտուր Ալեքսանյանը հիմա գորգի վրա է, բուժվել է Գերմանիայում, 1 ամիս բուժումներ է ստացել, հիմա եկել է փորձում է կարգավիճակը բարելավել։ Եթե Արտուր Ալեքսանյանը Եվրոպայի կոնկրետ, ասում եմ այսքանիդ մոտ չաղավաղեք ուրիշ անգամ, Արտուրը տարի է թողում, 2 տարի է թողում, մի տարի, Արտուրը կոնկրետ հիմա գտնվում է բուժումների մեջ, բայց պարապում է։ Թողնում է միայն այս տարվա այս Եվրոպայի առաջնությունը։ Էլ ուրիշ առաջնությունների մասին մի 6 ամիս, մի տարի առաջ ոչ մեկից խնդրում եմ չխոսան։ Հիշեցնեմ, որ ապրիլի 20-ին մեր ըմբիշները դուրս կգան գորգ, իսկ մեզ մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը։